Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Ֆլավել, օր մայիսի 11։ Այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը և Աստծո գիտությունը կգտնես, Առակաց 2-րդ գլուխ 5-րդ խոսք։ Որքան մեծ ողորմություն էր այն, որ մենք ունեցանք ծնողներ, ովքեր մեր մանկության նուրբ տարիներին զգուշությամբ Աստծո ճանաչումը սերմանեցին մեր հոգիների մեջ։ Ինչ ջանասիրությամբ էին կատարում այս պարտականությունը Աբրահամն ու Դավիթը։ Մեզանից ոմանք ունեցել են ծնողներ, ովքեր ինչպես առաքյալը ասում էին. «Իմ որդյակներ, որ ձեզ կրկին ծնում եմ ցավով, մինչև որ Քրիստոսը կերպարանվի ձեզանում» Գաղատացիս 4 գլուխ 19-րդ խոսք։ Ինչպես նրանք փափագում էին մեզ նախքան մեզ ունենալը և ուրախանում էին մեզանով, երբ արդեն ունեին մեզ, այնպես էլ չէին կարող տանել այն միտքը, որ սատանան կարող է տիրել մեզ, երբ այլևս չկարողանան մեզ իրենց մոտ պահել։ Ինչպես նրանք չէին համարում որևէ ջանք, խնամք կամ ծախս չափազանց մեծ մեր մարմինների կերակրման, հագցնելու և բուժելու համար, այնպես էլ նրանք չէին համարում որևէ աղոթք, խորհուրդ կամ արցունք չափազանց մեծ մեր հոգիների փրկության համար։ Նրանք գիտեին, որ մեր բաժանման ժամը գալու է, և նրանք փորձում էին այն դարձնել որքան հնարավոր է թեթև և մխիթարությամբ լի, թողնելով մեզ Քրիստոսի և նրա ուխտի օրհնյալ կապերի մեջ։ Նրանք նույնքան խորը զգացին մեր հոգիների, որքան մեր մարմինների տառապանքները, և նրանց համար ոչինչ ավելի ցանկալի չէր, քան այդ մեծ օրը ասելը. «Տեր, ահա ես և այն երեխաները, որոնց դու ինձ տվեցիր»։ Եվ միթե մեզ համար յուրահատուկ ողորմություն չէ ունենալ ծնողներ, որոնք մեզանից առաջ քայլել են սրբությամբ օրինակ ծառայելով և իրենց օրինակով մեզ համար դեպի երկինք ճանապարհ հարթելով։ Մեր առջև արժանի օրինակ ունենալը սովորական ողորմություն չէ, հատկապես մեր ձևավորման տարիներին։ Մենք տեսանք, թե ինչ արեցին նրանք, և լսեցինք, թե ինչ ասացին նրանք։ Աբրահամի գովելի հատկանիշն այն էր, որ նա պատվիրեց իր զավակներին և իրենցից հետո իրենց զավակներին հետևել Տիրոջ ճանապարհին, չէ՞ որ մեզանից ոմանք նույնպես զգացել են նման նախախնամական ողորմություն։